Ամենաազդեցիկ ներկայացուցիչներին Արտուր Չիլինգարովն էր այնտեղ, Դանիել Խաչատուրովը, Ռուբեն Վարդանյանը, այսինքն դուք կապ պահպանում եք նաև այլ երկրներում բնակվող հայ համայնքի ղեկավարներ։ Այո, ասկարկ անունները որ դվիկ, լավ բարեկամ ենք եւ մանավանդ Արտուր Չիլինգարովին հետ շատ լավ ընկեր ենք միասին եւ ամեն արիտ որ Մոսկվա գերտամ միշտ միասին ջաշ կամ կեսօրվա կամ իրիկվա ջաշ գուտենք միասին Արարատի մեջ կամ Թուսը եւ ավասիկ ասոնք մարդիկ են որ գնադեն մեր հայելալը եւ երբ որ ովևէ բանջ կունին Ռուսաստանի մեջ կամ Թուսը մեզի գտիմեն դերեր արեք որ շատ հայգա Լոս Անջելես Բևելի Հիլզի ճիշտ գետրոնը ամենակեղեցիկ խանութն է մեկը ունենք եւ Լոս Անջելես գիտեք որ չափ հայգա միան Լոս Անջելեսը բռնենք արդեն եւ Մոսկվան ուրիշ դեր տալու պետք չունենք եթե Մոսկվան եւ Լոս Անջելեսի հայերը հայաշատ քաղաքներում է ներկայացված ձեր բրենդը արդեն գպավե ամենն շատ հբարդ են մեզ մե կան որ հայեր որ գվախնան մոդենալու գազելով որ շատ սուր է գազելով որ բայց մյուս խանութները որ գերտան գնելու հոնալ արժան չէ հոնալ սուր է բայց եթե սուր է ինչու հայում պիտի վճարեն սուր եթե օդարը գա հայկական մենտալիտետի է ասիկա որ պետք է փոխվել մեր հերոստանգերության նպատակներից մեկը հաղորդաշարներից մեկի նպատակը հենց դա է հասանելի դարձնել ծանոթ դարձնել հայտնի հայ արտադրողներին որպեսզի հայ սպառողը իմանա իրենց մասին ինչ է կարծում այդ ամենի հետևանքով հնարավոր կլինի հզորացնել հայկական ռեսուրսը աշխարհում որպեսզի գումարը շրջանառվի հայկական անշուշտ է ցերասածը շատ լոժիկ է մենք աս նյութը միշտ կխոսենք մեր մեջ որ եթե հայերը հрьяաներում բես իրենց այդ ընկերությունները որ արդեն անուն շինած են կամ գշինեն եւ հավասիկ մեկ ամիս վերջը Նյու Յորքի մեջ խանութ պիտի բանանք հոնալ շատ հայգա Նյու Յորքի մեջ Նյու Ջերսիի մեջ եւ այլն ամեն հայերը եթե Լոս Անջելես Նյու Յորք Մոսկվա եւ այլն եթե ասցերսածը Ընեին մենք երկու տարի վերջ ուրիշ դեր կհասնենք խանութներ բացած կլայենք Չինաստան 1 2 3 4 5 հատ եւ ուրիշ դերեր որ հիմա չենք Ես գիտեմ որ դուք անտարբեր չեք կլասիկ դասական երաժշտության նկատմամբ եւ որ Մոսկվայում վերջերս հովանավորել եք Ջորջ Բալանչինի բալետներից մեկը Դուք դասականը գերադասում եք միայն երաժշտության մեջ, թե նաև ոսկերչական արվեստի մեջ։ Չէ, նախ ես բզդի գազանյաց պիանո նվագած եմ, երաժշտությունը շատ կսիրեմ եւ հաջող կոնցերտներու գերտամ, երբ որ Մոսկվա գերտամ, անպայման հիմա անշուշտ վերջին 4-5 տարի նորոգության մեջ էր Բալշոյը, բայց անպայման կոնցերտը պիտի երթա եկամ օպերայում հոնդերը Եվ ովևէ արվեստ ես կկաչալերեմ միան նվակը չէ, ովևէ արվեստակետ, գծող եւ մեր ընկերության մեջ մեր գրաֆիկ դիզայներներն մեկը ինքը բատկեր գծող է, նկարիչ է եւ քանի որ դեսակ մարդիկ շատ երևակայություն ունենան Եվ պետք ունենք աս օբժեները որ ցեզի ցուցի հիմա այդ դեսակ բաներ ստեղծելու համար միշտ պետք ունենք նոր կապատներու Իսկ ձեր դիզայներների կամ աշխատակիցների թվում հայեր կան Այո, շուտ հայեր կան եւ բայց քանի որ զուիցերիա ենք զուիցերիացիները կան բայց հայեր կան նույնիսկ բուլգար հայեր կան Հայ գործարարներից շատերը արտերկրում բնակվող գերադասում են շուտ ասիմիլացվել ենթադրելով որ դա կօգնի իր բիզնեսին, իրենց բիզնեսին։ Դուք արեցիք հակառակը, ոչ միայն նպատակ չդրեցիք ասիմիլացվելու, այլ հակառակը բրենդի անունը ընտրեցիք ձեր ազգանունը, դրանով ընդգծելով ձեր հայկական ծագումը։ Դա օգնում է։ Ես առաջին օրեն երբեք ուրիշ անուն տնել չէի ուզել, քանի որ երբ որ դեսա որ երբ որ զուիցերիա եկա մանավանդ որ պիտի մրցակցենք աշխարհի ամենամեծ քոարեն զախոններու հետ որ գտնա
ալալ Tiffany-ը կամ Chopard-ը եւ այլն եւ նույն դերը նույն փողոցներով վրա խանութներ պիտի բանանք շատ հբար դեի հայկական անունը տնելու եւ ուրախ եմ նշмарելու որ ադի նելես վերջը շատ երկրներու մեջ դեսա որ հայերը սկսան ավելի իրենց հայկական անունները տնել նույնիսկ երկրներ որ առաջ չեն կնար մտածել որ գնեն ավելի ասենք ուժարին եւ սկսան ոչ միայն ոսկերչության մեջ ուրիշ հակոստերենի կամ ուրիշ մազերու մեջ Շվեյցարիայում ազդեցիկ հայ համայնք կա, դուք կապ պահպանում եք, համայնքի կյանքով ապրում եք։ Անշուշտ, բայց հոս իրականությունը պետք է ասել, որ ես շատ կջամփորդեմ, 180 ժամանակին օտանավներու մեջ եմ, դիգինս շատ կոզե at նվադագով եւ ինքը աստեղ բարեկոզագանի նահանգահույն է զույցերյո եւ շատ նվիրված է այդ գաբը բայելու եւ միշտ ցուցադրություններ կամ նվագողներ որ Հայաստանեն գուկան եւ այլն գոփոցե որ միշտ հայերը միասին բերել Ժնևի մեջ Ավակյան ընկերությունը ընտանեկան բիզնես է, որին մասնակցում են հիմնադրի կինը Թալինը, որդին Հեյգը եւ դուստրը Քորինը։ Թալին Ավակյանը համակարգում է բարեգործական նախագծերը։ Տնտեսագետ Հեյգ Ավակյանը ապրում է Լոնդոնում եւ պատասխանատու է բրիտանացի եւ ամերիկացի հաճախորդների հետ կապերի համար։ Քորին Ավակյանը զբաղվում է մարքեթինգով։ Հայաստան եղած եք։ Անշուշտ դարեգան միշտ մեկ անգամ ես գերտամ, բայց դիգինս դարեգան 2, 3, 4 անգամ միշտ գերտա եւ դարբեր պրոյեկտներ գնեն։ Իսկ ձեր արտադրանքը Հայաստանում ներկայացված է։ Մինչև այսօր չէ։ Մինչև այսօր նույնիսկ մենք չենք հետաքրքրված որ ներկայացնենք։ Մինչև ամեն մեր բուտիկները բացածենք ու որ անձնական են։ Ապակային գնանք մտածել, եթե լուրջ բիզնեսմենի հանդիպինք, որ գնա այդ գործը հաջող առաջ տանել։ Քանի որ շատ դեռ նույնիսկ Մոսկվայի մեջ մեկ խանութ ունենք, եթե լավ ասենք պարտներ կամ եւ այլն եթե գտնենք, նույնիսկ Մոսկվայի մեջ գտնենք թե 2-3 հատ եւս սնել, ինչպես որ ուրիշ դուները դարձան, Մերկուրի եւ այլն ժամանակին։ Իսկ Հայաստանում արտադրամաս կամ արտադրություն հիմնելու գաղափար երբևէ քննարկել եք։ Գաղափարը միշտ եղած է, դեռ 15 տարի առաջ, եւ նույնիսկ դիգինս միշտ ինձի բան եղած է, մղած է որ այդ բան, անշուշտ է մի քանի բարեկամներ որ ուրիշ ջրերու մեջ փոցեցին Հայաստանի մեջ կոզնել սկիզբի օրերը դեռ եւ շատ լավ արդյունքներ չի տվավ, հետո ասենք քիչ մը սպասենք թող քիչ մը փոխվի գացությունը եւ այլն, բայց հիմա ինքը գացությունը լավ է եւ պիտի ուզեինք, բայց ժամանակի բագասն է որ ժամանակ չեն ունեցած դեռ նստիլ եւ սերդել այդ նյութը, չեն անշուշտ լավ գլար, մանավանդ երբ որ մաքսադան թիրություններ գա շուրջի երկիրներու հետ, Ռուսաստանի հետ եւ այլն, գնա պոզիտիվ բան մլալ ապակային համար։ Հուսամ որ կգա մի օր, երբ Ավակյան բրենդը ոչ միայն ներկայացված կլինի Հայաստանում, այլ նաեւ կարտադրվի Հայաստան։